Գիտեք ինչու են քաղաքական կուսակցությունները կարգախոսներ ունենում։ Իսկ գիտեք թե որոնք են 2026-ի ընտրություններին մասնակցող ուժերի կարգախոսները։ Եկեք տեսնենք թե ինչ կարգախոսներով են ընտրություններին մասնակցում 17 կուսակցություններն ու 2 դաշինքները։ Երաշխավորված խաղաղություն, Բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք։ Այս կարգախոսով է Գործարար Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը ներկայանում ընտրողներին։ Մենք ունենք ծրագիրը, ունենք թիմը, ունենք ցանկություն, ունենք հնարավորություն, ունենք կապեր, որ առաջնային մենք պետք է ապահովենք խաղաղությունը, որ պետք է լինի երաշխավորած։ Բարգավաճ երկիր, բարեկեցիկ կյանք։ Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն, իգործ կարգախոսով ընտրություններին մասնակցում է Ազգային ժողովրդավարական բևեռը 8-րդ համարի ներքո։ Երաշխավորված խաղաղությունը արտաքին ուժերի խոստումները չեն։ Երաշխավորված խաղաղությունը դա ուժեղ բանակն է, ազգային կազմակերպվածությունն է, ինքնիշխանությունը եւ ժողովրդի միասնական կամքը։ Արտակ Սարգսյանի ղեկավարած Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությունը ընտրություններին մասնակցում է հաղթանակը ոչ միայն անցյալի հիշողությունն է, այլ ապագայի նպատակ կարգախոսով։ Ազգային այլընտրանք կա։ Դա հենց մենք ենք 9-րդ համարն է Քոչարի կուսակցությունը։ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, ընտրություններին մասնակցում է խելամիտ ուղի կարգախոսով։ Հայ ազգային կոնգրեսը առաջարկում է խելամիտ ուղի դեպի ինքնիշխան խաղաղություն, մեր ամբողջ քաղաքական, տնտեսական եւ հանրային համակարգի առողջացում։ Քեզ համար Հայաստան, քեզ համար։ Սա է Արամ Սարգսյանի գլխավորած Հանրապետություն կուսակցության նախընտրական կարգախոսը։ Ապագայի համար, երեխաների համար, քեզ համար Հայաստան, քեզ համար։ Հանդիպումից հետո